Եվ դրա համար հարսի մեջ կա մի այսպիսի բնորոշ գիծ. նրանք քաղցած են ու ծարավ Քրիստոսին, որովհետև նրանց ներսում կա հավիտենական կյանքի այդ մասնիկը, հավիտենական կյանքի այդ սերմը, այն չի ձգտում ուրիշ ոչ մի բանի, միայն նրան, ումից որ սերել է, այսպիսով անդունդը կանչում է անդունդին, անդունդը կանչում է անդունդին, դրա համար էլ երբեմն դուք ինքներդ ձեզ չեք հասկանում, բայց ձեր ներսում ինչ-որ բան ձգտում է դեպի կյանքը, փնտրում է կյանքը, դուք ուզում եք իմանալ ով եմ ես, դուք արդեն գիտեք, թե ով եք ֆիզիկապես, սա իմ հայրն է, սա իմ մայրն է, ես սրան եմ նման, այո, ես ունեմ ծննդյան վկայական, ունեմ անձնագիր, ունեմ այս ու այն, արյան անալիզ եմ հանձնել, ունեմ նույն ԴՆԹ-ն, ֆիզիկական իմաստով, բայց ձեր ներսում կա նաև մի այլ բան, իսկ որտեղից եմ ես եկել, ես հասկանում եմ, կա հայր ու մայր, հայրն ունի սպերմատոզոիդ, մայրը ձվաբջիջ, այդպես ծնվում է մարմինը, դա չի ծնում հոգին, դա ծնում է մարմինը, իսկ դուք մարմինը չեք, դուք նա եք, ով գտնվում է մարմնի մեջ, մարմինը խորան է, որի մեջ դուք ապրում եք, հասկանում եք, այնպես որ հիմա սա հենց Աստծո հոգին է ձեզ սովորեցնում, թե ով եք դուք, հարթացնում է ձեզ գիտակցելու, թե ով եք դուք, և բավարարում է այդ զգացումը թույլ տալով իմանալ, որ դուք իրենից եք եկել և նա ունի ձեզ ապացուցելու և ձեր հավատը խարսխելու միջոցներ, ինչպես Դավիթն ասաց, պատրաստ է իմ սիրտը և քեզ հարեց իմ անձը, հասկանում եք, չէ՞ որ հենց դա ընկնում է ձեր սրտի մեջ, դուք չեք կարող նրան հանգիստ թողնել, դուք կգնաք նրա հետևից, ինչպես Պետրոսն ասաց, Տեր, ու՞մ մոտ գնանք, միայն դու ունես հավիտենական կյանքի խոսքեր, ուր գնանք, մենք չենք վազում ոչ բապտիստների, ոչ Եհովայի վկաների, ոչ էլ 7-րդ օրվա ադվենտիստների հետևից, ոչ, դու ունես հավիտենական կյանքի խոսքեր, նրանք ունեն կրոն, նրանք ունեն եկեղեցի, նրանք ունեն աստվածաբանություն, եթե նրանց նայեք, դա նրանց ոչինչ չի տալիս, նրանք չունեն հավատ, նրանք չունեն հասկացողություն, նրանք չգիտեն իրենց նպատակը կյանքում, նրանք պահում են սովորույթներ, ծեսեր և այլն, բայց նրան, ում դա տրված է,